Հայաստանում են Կորնելիի, Սորբոնի, Ազորեի, Նիդերլանդների, Հռոմի Սապիենցա, Նեապոլի, Մոսկվայի պետական, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանների, Բարսելոնայի տնտեսագիտության, Հարվարդի բիզնես դպրոցների և բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնական աշխարհի ավելի քան 17 երկրից։ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է փոխակերպվող տնտեսություն, մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ խորագրով միջազգային գիտաժողով։ Նպատակը մեկն է աշխարհի լավագույն բուհերի եւ հայաստանյան բուհերի գիտական կենտրոնների մասնագետներին մեկտեղել մի հարկի տակ Երևանի պետական համալսարանում, որպեսզի քննարկենք ժամանակակից արագ փոխվող տնտեսությունների խնդիրները։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել, թե կրթության եւ տնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների փոխակերպող ուժը ինչպես կարող է նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը եւ կայուն ներառական աճին։ Աշխարհում, երբ արագ տարբեր փոփոխություններ են տեղի ունենում, թե աշխարհաքաղաքական, թե աշխարհատնտեսական, անհրաժեշտություն կա նաև բացի քաղաքական բաղադրիչը տնտեսական առումով էլ հասկանալ, թե աշխարհը, համաշխարհային տնտեսությունը ու առանձին վերցրած երկրների տնտեսությունները ինչ ուղղությամբ պետք է զարգանան, ինչ առաջնահերթություններ պետք է ունենան։ Գիտաժողովի ընթացքում նաև առցանց ձևաչափով կներկայացվի 7 տասնյակից ավելի զեկույց։ Գիտաժողովը անցկացվում է Տարածաշրջանային գիտության ակադեմիայի հետ գործակցությամբ։ Եթե նայենք աշխարհի ներկայիս տնտեսական, քաղաքական իրավիճակին, կհասկանանք նաև այս հանդիպման ընթացքում քննարկվող թեմաների կարևոր նշանակությունը։ Գիտաժողովի առանցքում փոխակերպումն է, որն ավելին է, քան միայն տնտեսական փոխակերպումը։ Գիտաժողովին մասնակցում են հայաստանյան պետական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ, հերթավոր ելույթ կունենան նաև Նոբելյան մրցանակակիրներ Փոլ Կրուգմանը և Տարոն Աջեմօղլուն։ Բրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։